Ողջույն բոլորին, այս տեսանյութում հուլիսի 19-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 12:03 դեռ կլինի լուսնային 5-րդ օրը։ Սկսված ժամը 12:03-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 13:26 կլինի արդեն լուսնային 6-րդ օրը։ Լուսինը այսօր կանգնած դիրք ունի 18-ի գիշեր լույս 19 ժամը 02:13-ից մինչև ժամը 08:56։ Հուլիսի 19-ին լուսինը գտնվում է կշեռք նշանում, երիկամները, միզածորանը, միզապարկը, երակները, մաշկը, ենթաստամոքսային գեղձը, ինսուլինը և գլյուկագոնի մակարդակը։ Մարմնի և օրգանների այս մասերը այժմ ամենազգայունն են և ուշադրության կարիք ունեն, իսկ վիրահատություններ աճող լուսնի ժամանակ բացարձակապես չի թույլատրվում։ Լուսնային 6-րդ օրվա խորհրդանիշը դա ամպերն են, կռունկ, սուրբ մարգարեական թռչուն իվիկ, հունարեն։ Կռունկը խորհրդանշում է պասիվ կանացի սկզբունքը։ Գամայունը դիցաբանական արարած է, էգ գլխով թռչուն, որը կարող է գուշակել ապագան։ Նաև կոչվում է ծիածան, մտքի թռիչք։ Օրվա կարգախոսը ժամանակն է ամրապնդելու, այլ ոչ թե ոչնչացնելու։ Օրվա գույներն են մուգ և բաց կապույտ և մանուշակագույն։ Օրվա քարերն են հիացինտը, ցիտրինը և փիրուզը։ Ինտուիցիայի օր է համարվում, շատ ուրախ, բարենպաստ օր է նաև սիրո համար։ Օրը կանցնի սահուն, հանգիստ, ուրախ և ոչ արագ։ Այսօր վստահեք ձեր ինտուիցիային և ձեր ներքին բնազդին։ Բարենպաստ օր է հետազոտական աշխատանքի, ուսման, գործնական և ընկերական շփումների, սիրո, ամուսնության և հոգևոր զբաղմունքների համար։ Երազները մարգարեական կլինեն և կարող են ցույց տալ գալիք ապագան։ 6-րդ լուսնային օրն ավելի լավ է անցկացնել հանգիստ, առանց կոնֆլիկտների։ Աշխատեք խուսափել աղմկոտ վայրերից։ Կարող եք վերանայել ձեր կյանքը, մտածեք ապագայի մասին և կհասկանաք ձեր կյանքի իմաստը։ Կունենաք նոր ծրագրեր, նոր մտքեր և նոր նպատակներ։ Այսօր ոչինչ ձեր տրամադրությունը չի կարող փչացնել, այն ինչ էլ որ լինի, դուք դրան ուրիշ կերպ կարձագանքեք։ Օրվա ընթացքում պետք է պահպանել հանգիստ և ներդաշնակ վիճակ։ Եթե կարող եք օրն անցկացրեք միայնության մեջ, հանգստացեք և բացարձակ մի մտածեք անհանգստացնող ոչ մի բանի վերաբերյալ, այլ միայն դրականի մասին մտածեք և կառուցեք ձեր ապագան։ Այսօրը շատ մարդիկ կարծես պայծառատես կլինեն, կկարողանան գուշակել դիմացինի մտքերը իրենց հանդեպ։ Լուսնային 6-րդ օրը բոլորը խոնարհաբար ընդունում են երկնքից եկած բոլոր պարգևները, թե լավը, թե վատը, և մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այն ինչին արժանի ենք, հենց դա էլ եկել է մեր կյանք։ Իրենց տված ամեն դաս շատ կարևոր է մեզ բոլորիս համար, նրա համար, որ երկրորդ անգամ նույն սխալը չենք անում, և նաև դա մեզ ավելի է ուժեղացնում։ Հնարավորության դեպքում հանգստացրեք ձեր մտքերը, դադարեցրեք ներքին երկխոսությունը և լսեք ինքներդ ձեզ։ Մտածեք միայն դրականի մասին։ 6-րդ լուսնային օրը ծնված մարդիկ հաճախ ունենում են բուժողի կամ էքստրասենսի ունակություններ։ Նրանք ունեն լավ զարգացած ինտուիցիա և ներքին հմայք։ Նրանց կոչումը մարդկանց օգտին ծառայելն է, սակայն հաճախ նրանց կարողություններն ի հայտ են գալիս միայն կյանքի երկրորդ կեսին, երբ արդեն դժվար է փոխել քո կյանքի ուղին։ Ժամադրության համար բարենպաստ օր է, այսօր կարող եք սիրո առաջին քայլերն անել։ 6-րդ լուսնային օրվա ծնված մարդիկ մինչև վերջին օրերը լավ առողջություն են ունենում։ Նրանց համար, ովքեր երազում են հանգիստ, չափված կյանքի մասին առանց ավելորդ աղմուկի, ապա հարսանիք արեք լուսնային 6-րդ օրը։ Ամուսնությունը հաջող կլինի, ամուսինները հիանալի կհասկանան միմյանց, իսկ եթե փոքր տարաձայնություններ լինեն, դրանք արագ կվերացվեն։ Կյանքը կանցնի հանգիստ ու սահուն, առանց թյուրիմացությունների։ Այսօրը բեղմնավորված երեխան կսիրի երազել, մշտապես կերազի։ Նա ամբողջ կյանքի ընթացքում կցանկանա գտնել իդեալական մարդ, իդեալական տուն, աշխատանք և այլն։ Կարող է սիրել ճամփորդություն և մշտապես գտնվի ճանապարհներին։ Նա պատրաստ կլինի թողնել տունը, առանց գումարի գնալ այս ու այն կողմ։ Լուսնային 6-րդ օրվա համար էզոտերիզմը նշում է, որ պետք չէ հանգստանալ փտած ծառի տակ,
Այն գիտակից մարդուն չպետք է դիպչեք և ձեր կողքից հանեք այն, ինչ ձեզ ճնշում է։ Առողջություն։ Կարող եք այցելել կոսմետոլոգի մոտ, ցանկացած հակատարիքային պրոցեդուրա կտա լավ արդյունքներ։ Լուսնային 6-րդ օրը կրծքավանդակը, ուսերը, թոքերը և բրոնխները խոցելի են։ Օրը բարենպաստ է նաև ատամները բուժելու համար։ Այսօրը սկսած հիվանդությունները վտանգավոր չեն և կարող են արագ բուժվել։ Ուշադիր եղեք, որպեսզի գրիպով չհիվանդանաք, այսօր հեշտ է հիվանդանալը։ Հարաբերություններում եղեք բարի և ջերմ։ Դրանով դուք կբարելավեք ձեր առողջությունը և նույնիսկ կերկարացնեք ձեր կյանքի օրերը։ Հիանալի օր է առօրյա խնդիրները լուծելու և տան շուրջը աշխատելու համար։ Ամեն ինչ հեշտությամբ կստացվի, իսկ տունը մաքրելը բացի կեղտից կմաքրի նաև տարածքի էներգիան։ Այսօր ոչ մի դեպքում մի ընդունեք, որ գումարը չարիք է, այլ մտածեք, թե ինչպես գումար աշխատել է, ոչ թե ծախսել, և այն կգա ձեզ մոտ։ Մտովի հեռացրեք բոլոր այն բացասական ծրագրերը, որոնք խանգարում են երջանիկ ապրել։ Դա կարելի է անել նաև թղթով և գրիչով։ Թղթի վրա պետք է գրեք «Ես մերժում եմ մտքերը, որոնք ինձ դժվարություններ են բերում, ես մերժում եմ գումարի պակասի մասին մտքերը» և այրեք այն ու թափեք մոխիրը։ Եվ կարող եք ասել. «Ես ընդունում եմ կյանքը իր բոլոր փոփոխություններով։ Իմ կյանքում տեղի ունեցող փոփոխությունները պետք է ապահով լինեն։ Նրանք ինձ երջանկություն և բարգավաճում կբերեն»։ 6-րդ լուսնային օրը շատ լավ է նոր պայմանագրեր կնքելու, նոր բիզնես սկսելու, ձեռնարկություն գրանցելու համար։ Բոլոր ֆինանսական գործերը դրական արդյունքի կբերեն։ Ընդհանուր առմամբ սա բիզնեսի համար լավագույն օրն է ամբողջ լուսնային օրացույցում։ Դուք կարող եք պլանավորել և քայլ առ քայլ գնալ դեպի դա։ Այսօր պետք չէ պարտքով գումար տալ, քանի որ համարվում է, որ գումարի հետ մեկտեղ փոխանցում եք նաև ձեր դրամական բախտը։ Ցույց տվեք այսօր ձեր տաղանդը և կարողությունները։ 6-րդ լուսնային օրը լավ ժամանակ է ֆինանսական հարցերն ու խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Ոչինչ չի կարելի վաճառել, կարող է այդ գումարը շատ արագ գնալ։ Լուսնային 6-րդ օրվա երազները ուրախ են և շուտով իրականանում են, միայն թե պետք է գաղտնի պահել։ Իսկ ոմանք էլ արդեն նշեցի կտեսնեն մարգարեական երազներ։ Եթե երեխան պատմել է ձեզ իր երազը, այն նույնպես պետք է գաղտնի մնա։ Սանրվածք։ Այսօր շատ բարենպաստ է կտրելու ձեր մազերը, կարող եք նաև շերտեր կտրել։ Եթե կտրեք այսօր ձեր մազերը, ապա մոտ ապագայում ֆինանսական նոր հնարավորություններ կստանաք, նոր ուղիներ կբացվեն ձեր առջև։ Բացի դա էլ այսօրվա կտրվածքը և սանրվածքը կբարելավեն ձեր առողջությունը։ Այսօրվա կտրված մազերը բավականին արագ են աճում, եթե ամեն ամիս կտրատեք ձեր մազերը, հենց այս նույն օրը, ապա նա կտա նոր և հարմարավետ կյանք։ Մազերի ներկում։ Այսօր բարենպաստ չէ մազերը ներկելու համար, անգամ արմատները ներկելով կարող է ֆինանսական էներգիան նվազել։ Կարող եք մեկ այլ օր ներկել ձեր մազերը։ Այսօրը նաև շատ բարենպաստ է բարեգործություններ անելու և բարեգործական ներդրումներ անելու համար։ Կարող եք առաջ տանել ցանկացած պրոյեկտ, որը հասարակական շահերից կբխի, և բացեք որևէ ասոցիացիաներ։ Այսօր ովքեր միայնակ են, կարող են գտնել իրենց երկրորդ կեսին։ Սիրեք միմյանց, բայց մի շղթայեք մեկդ մյուսին, ինչպես օրն է խորհրդանշում, միմյանց կերակրեք, բայց մի կտորից մի կերեք։ Այնպես արեք, որ ձեր սիրելին իրեն երջանիկ զգա, չէ՞ որ մենք երջանիկ ենք, երբ մեր դիմացինն է նաև երջանիկ։ Օրը ոմանց թույլ է տալիս կանխատեսումներ անել, եթե իհարկե ծնվել եք այս օրը։ Նրանք կարող են իրենց և դիմացինի ապագան գուշակել։ 6-րդ լուսնային օրը ծնված մարդը ուզի թե չուզի էներգիայի հաղորդիչ է։ Դրա համար պետք է զգույշ լինեք, որ ձեր էներգիան չկլանեն, պետք է կարողանաք պաշտպանել ձեր էներգիան չարերից։ Այսօրվա ծնվածների համար սերն ու ներդաշնակությունն ավելի կարևոր է, քան նյութական բարեկեցությունը։ Այգեգործություն։ Այսօր կարող եք անել ձեր այգում այնինչ, որ կցանկանաք։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Հարաբերությունների կառուցում, տնային գործեր, հանգիստ աշխատանք, ուսման ավարտ, մեծ գնումներ և ներդրումներ կատարել և չափավոր ֆիզիկական ակտիվություն։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, ինչ-որ բան վաճառել կամ նվիրելուց և չափից շատ ուտելուց։ Եվ այսօր բարենպաստ է ձկներ որսալ, գայլաձուկ, պերճ, կարպ։ Բարենպաստ է դեղորայքի ընդունումը, ստոմատոլոգի մոտ այցելումը, երեխայի ծնունդը, դեմքի մաքրում, պեդիկյուր և մանիկյուր,
վարկ վերցնելու համար, գումար հետ գցել, գումար հավաքել, բացել բանկային հաշիվ, խոսել տնօրենի նաև մենեջերի հետ, ձեր ղեկավարի հետ, վերանորոգման աշխատանքի սկզբի համար է շատ լավ, ասեղնագործության համար է շատ լավ, եթե վիճված եք ապա հաշտություն կնքելու համար և մազահեռացման համար է բարենպաստ։ Իսկ այգեգործության համար բարենպաստ է պետունյաների աճեցման համար է բարենպաստ, կակաչների, սածիլների համար է լավ, պղպեղից հանելու համար, մանյացնել կաղամբը, նաև բարենպաստ է կաղամբը մանրացնել և կտրատել, լոլիկ հավաքել, լոլիկ տնկել, կարտոֆիլը պահելու համար է շատ լավ մանյացնել վարունգը, գազեր տնկել, խնձոր հավաքել, սունկ հավաքել, բողոքի հետ կապված գործողություններում որդատունկը կտրել, պտղատու ծառերի կտրում և գլադիոլուսների համար է շատ լավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։